համաշխարհային կատարողական արվեստի ասոցիացիան նման ստանդարտների մեջ չի, դուրս է։ Այստեղ գնահատվում է արվեստը, այստեղ գնահատվում է մարդ Շատ լավ, ասում են, թող չգնա ինչ-որ կարծիքներ, որ կոնկրետ նույն մարդիկ են անդրադառնում մրցույթներին։ Դիմեք բաբային անպայման, եթե արժանի եք մասնագետներ կամ նստած նայում են ձայնագրությունները, ստուգվում են, ու իմիջիայլոց ասեմ այդ մրցույթներին, որ գնում եք ժողովուրդ ջան, հենց նենց Արմանը չի վերցնում ուղարկում։ Նախապես ուղարկում եք այդ միջազգային մրցույթների ձայնագրություններ։ Նրանք այնքան ձայնագրություններ ու երգիչներ են լինում, որ նա ուղարկում է, չեն ընդունում։ Նման տարբերակ է դա։ Դրա համար դիմեք, ներկայացրեք ձեր կատարումները ու փորձեք դուք եք ընդգրկվել այս մեր ընտանիքի մեջ, մենք արդեն մի ընտանիք ենք, մի մեծ, շատ համերաշխ ու շատ լավ հաճելի առողջ մթնոլորտ։ Մենք լրագրողը հարց ունենք։ Ես հարցս ուղղում եմ բոլոր մասնակիցներին, դուք մասամբ պատասխանեցիք իմ հարցին, որը ես պատրաստել էի։ Ինձ հետաքրքիր է, ինչ է տալիս այս միջազգային մրցույթների հաղթանակը, այ դուք նշեցիք, որ այստեղ շոու բիզնես մտնելու կամ չգիտեմ հայտնի Հայաստանում ինչ-որ գործունեություն ծավալելու համար ուրիշ բաներ են պետք։ Հիմա սրանք կօգնեն ձեզ, ինչ-որ առավելություն գտնվի, որպես առավելություն։ Հիմա ես ասեմ, իմ մեծ առավելությունը կոնկրետ այն եղավ, ես հիմա մնացած արդեն կպատասխան, նախ ձեր բերեցի գոլեգաներ շատ լավ, հարցը ուրիշ ազգերի։ Շփում եմ ունենում այլ երկրների մշակույթների հետ, որը բնականաբար ազդում է ու օգնում է իմ մշակութային գործունեության վրա որպես երգչի։ Հաջորդը ունենում եմ հետագա շարունակություն տվյալ երկրներից, արդեն անցած տարի ես հրավեր եմ ստացել Վարշավայի երկու միջազգային ժյուրիում մրցույթում որպես ժյուրի եմ նստելու, արդեն ինքս դատել եմ։ Հաջորդը ասեմ, անցած տարի ես Վարշավայում, ես ամեն ինչի մրցույթների ու փառատոների շարունակությունն եմ ասում։ Անցած տարի Վարշավայում ես մասնակցեցի, երկու մենահամերգ ունեցա, հենց Վարշավայում։ Իսկ այս տարի մի քանի օրից հետո մեկնում եմ էլի Վարշավա, Աննա Գերման 80-ամյակին նվիրված լեհական աստղաբույլի հետ միասին մասնակցել նրա վերանական երեկոյի։ Ամառը հրավիրված եմ Իսպանիայում արդեն մենահամերգով ելույթ ունենալ։ Մի խոսքով այն կարծում եմ մնացածներն են, իմ գոլեգաներն ունեն այդ շարունակությունը ու հպարտ եմ, ես իմ երկրում մեծ ճանաչում չունենալով հանդերձ, բայց իմ երկրի համար անում եմ մեծ գործ, այսինքն իմ երկրի արվեստը, ու ասեմ, անընդհատ ասվեց, ուզում եմ ավելացնել, որ ցանկացած երկրում բարձր կարգի մոտեցում ու մեծ հարգանքով են վերաբերում հայկական արվեստին։ Կապ չունի որ ժանրը, եւ էստրադան, բայց որակով էստրադայի մասին է, այնպիսին ինչպիսի Բաբաջանյանի ստեղծագործություններ են, ու այդ մեծ կոմպոզիտորներ, ովքեր գրել են իսկական էստրադա, Պապսայի մասին չի խոսքը։ Էստրադայի ստեղծագործությունների նկատմամբ հայկական դասականների, հայկական ազգային արվեստի հանդեպ, մեր ֆոլկի հանդեպ շատ մեծ հետաքրքրություն։ Ասենք, եթե մրցույթի ընթացքում կատարում ես որևէ ստեղծագործություն ու գալահամերգին մասնակցելու համար կազմակերպիչներն են առաջարկում, որ ստեղծագործությունով հանդես գաս գալահամերգին, նրանք միանշանակ խնդրում են, որպեսզի գալահամերգի ելույթ ունենանք հայ կամբազի Հիմա միջազգային մրցույթներից բացի հասկանալի է, որ դուք կմասնակցեք։ Հիմա նորից կփորձեք Հայաստանում ինչ-որ բարձր նվաճել, ու սրանք Ես այլևս չեմ փորձի։ Ես այլևս չեմ փորձի ինչ-որ տեղ խցկվել մի կերպ։ Տեղս գիտեն արդեն։ Եթե կցանկանան ինչ-որ համերգ, ինչ-որ պրոյեկտի կամ ինչ-որ եթերի համար հրավիրել խնդրեմ, հրավիրել ես պատրաստ։ Ինքս այլևս չեմ։ Կներեք, եթե կարելի ամփոփելու մի բառով պրոստը ասեմ, ես ի տարբերություն չեմ ուզում խառնվել Հայաստանի մշակույթի նախարարության հետ կապված այդ հարցերում, ի տարբերություն Հայաստանի մշակույթի նախարարության, մենք ունենք հրաշալի մշակույթի նախարարություն, իդեմս իմ շատ սիրելի նախարար Տիկին Նարինե Աղաբալյան, ողջ տարվա ընթացքում միշտ կողքսեր նախարարությունը ու հնարավորինս աջակցում է իմ բոլոր այս ամեն ինչին։ Շնորհակալ եմ Տիկին նախարար, շնորհակալ եմ նախարարություն մեր մշակույթի, որ նման աջակցություն կա ու շնորհակալ եմ ընդհանրապես Արցախի մշակույթի նախարարության ճիշտ գործունեության համար մեր հանրապետություն։ Պարտավոր ես։ Քանի որ մեր ժամանակը արդեն շատ սահմանափակ է, ես երկու հարց ունեմ Արմանին։ Արման, որ ժանրն է ավելի շատ ընդունելի մրցույթներում։ Այստեղ
առաջինների մեկը մասն են կարծես, որ առաջին ըստ երևույթին դասական, ակադեմիական վոկալը ավելի ընդունել է, և հայկական համայնքները դրսում, ինչ-որ հարցում աջակցում են դրս, թե։ Դեռևս ոչ, մամեք չի եղել, որ աջակցեն, Հայաստանը, որ մենք միշտ մինչև մեր ակտիվներ մեկնելը, մենք դիմում ենք հայկական համայնքներին, որ այս կամ այն երկիչը պետք է ներկայանա, այսինչ երկում, այսինչ քաղաքում, մխիթի, հնարավորինս չափով աջակցեք։ Սակայն չկա ոչ։ Սակայն դեռևս ոչ մի արձագանք, ոչ մի համայնքներից չի եղել։ Աջակցությունը միգուցե նրանք հասկանում են ֆինանսական առումով, ձեր չի տալ նրանց, բայց մենք դիմում ենք նրանց ոչ ֆինանսական աջակցության համար, այլ հայկական համայնքի համար, որևէ մենահամերգ կազմակերպել տվյալ երկրի համար, նաև դա շատ լավ քայլ կլինի մեր դրսում գտնվող հայերի համար։ Նրանք արդեն կլսեն բարձր արվեստ Հայաստանից մեկնած մասնակիցների կողմից։ Լավ, եթե ամփոփենք մեր ասուլիսը հաջողություն լինի կամ մենք ավելացնենք։ Գեղեցկու հարցին է ուզում։ Գոնե իսկապես անձնական, որ հարց հնչեց ինչին է պետք այս ամենը, դրա հետ կապված է, ընդհանրապես իմ սուբյեկտիվ կարծիքը եւ ինձ համար այս ամենը այդքան էլ էական նշանակություն չունեն, երկիչը եթե երգում է տաղանդ ունի, ամենուրեք էլ կարող է երգը ներկայացնել, սակայն ինձ համար շատ կարևոր հարց է, շատ կարևոր քաղաքականությունից դուրս Սա էլ է քաղաքականություն, բայց արվեստում ներկայացնել մեր հայ մշակույթի դրսում։ Գերագույն նպատակը ներկայանալու գնալու մրցույթների կարևոր չի։ Ես օրինակ որ մասնակցում եմ այդ մրցույթներին, ես չեմ մտածում, որ ես մրցույթի եմ գնում։ Ես տանում եմ հայկական երգ, հայ մշակույթի գանձ ու ներկայացնում եմ օտար ազգին։ Ու թե ոնց է ընդունվում, արդեն խոսում են մրցանակներ։ Այս մրցանակները։ Լավ, ձեզ շնորհակալություն ենք հայտնում։ Ձեզ շնորհակալություն ավելի շատ մրցանակներով։ Ավելի շատ մեծ քանակով կհանդիպենք։ Շնորհակալություն ձեզ։